6 երեխա ունեմ, 4 աղջիկ, 2 տղա։ Ու միշտ երազել եմ, որ տղա երեխա ունենամ, դրա համար այդքան ունեցա։ Ու իմ երեխաներն են ինձ տալիս։ Իմ ուժը իմ երեխաներն են։ Լուսնե ջան, այստեղ աշխատանք կա։ Հողագործությամբ եմ զբաղվում, եկե երեխաների հետ։ Ինքը տան աշխատանք է, բնականաբար տնային։ Ամուսինը Ռուսաստան արտագնալ, հաճախագնում թե ստարի է որպես։ Ստարի է գնաց դեպորտային արի 5 տարի։ 5 տարվա մեջ առաջ անգամ է ստարի է գնացել։ Դաժե 2 ոտք վիրահատել էին, այդպես գնաց որ աշխատի։ Ինչ-որ մարդ ունենք այդ բարքերից փորձ։ Իսկ այս տունը ում տունն է։ Հենց ձեր տունն է։ Ամուսնուս տատի տունն է։ Տատի տունն է, որ թողել է։ Հայրական տունն է, ու տատի վրա է գրած։ Այսինքն, ձեզ չի պատկանում տենց բանով, դեռևս։ Դեռևս։ Ինչ էսպես է եղել, տունը տենց այս վիճակով է, միշտ եղել։ Չէ, ավելի ահավոր է եղել, տանտանիքն ենք փոխել, երեխաների գումարով, քիչ-քիչ տենց վերանորոգել ենք, բոլերը փետից է եղել։ Հիմնական եկամուտի աղբյուրը որն է։ Նպաստ, բան տենց։ Ստանում եմ 160,000 դրամ ապշ գումարը, 60,000 նպաստն է, 6 երեխայի, մեկը 2 երեխային 50 մինչև 6 տարեկան։ Մինչև 6 տարեկան է։ 60,000 պլյուս 50,000 է դա։ Այսինքն 160,000 է։ Այնա երեխեքինը մինչև 6 տարեկան է։ Դե հիմա դեռ թանկ է, շորերը, հագուստները, կոշիկները։ Իսկ այս պայն ամենաշատ ինչի կարիք ունեք։ Խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեն տնավերանորոգենք, որ այս խոնավության մեջ երեխաները չապրեն։ Ես հոտն է հերիք, սա խոնավության հոտն է։ Սա երեխեքի համար էլ է, առողջության համար շատ։ Ես պատկերացնում հոտերի ինչ խնդիրներ կան։ Ոտքերներն ես ցավում եմ, իմն է ներկապահին, ամբողջ գիշեր չեմ քանի։ Երեխեքն էլ, Երեխեքներն են, բողոքն։ Հասկանալի է։ Ջեռությունը մենակ այս բանով է լինում, վառարանի միջոցով է լինում, փայտի միջոցով է լինում, իսկ փայտը գնում ենք։ Փայտն էլ գնում եք, փայտն էլ աղագին թանկ է։ Արթնանում եմ, երեխաները դպրոց են գնում, 4-րդ աղջիկս մանկապարտեզ եմ տանում, 3 երեխային տանում եմ, աղջիկս թողնում եմ այնտեղ, երկուսին նորից հետս հետ եմ բերում, բաղողջուն եմ։ Հետո գալիս եմ տան գործերն եմ անում, երեխաները գալիս են տան, առօրյա կյանքս հետ է։ Իսկ հողամասում էլ ես աշխատում Լուսնե։ Երեք կարտոֆիլ եմ ցանել։ Ինչ է դուրս գալիս, ինչ է աճում, կարտոֆիլ, ամեն ինչ որ ցանես կրենի։ Կանաչի։ Այդ մենակ դու ես անում։ Թե երեխեք հոգնում են, մեծերը գուցե հոգնում։ Երեք ցուրտեր չեմ թողել, օգնում մենակով եմ ցանում։ Որ հովանա, որ լինի, թեկուս օգնի, ինչ որ խոզարնեմ կամ ինչ որ մի հորթիկ բա կպահեմ միցաճիկով։ Լուսնե ջան, դուք տեղյակ եք ուժեղ Հայաստան դաշինքի հայտարարության մասին, որ իրենց իշխանության գալու պարագայում ծայրահեղ աղքատ ընտանիքներին տրվելու է նպաստ հիմնադրամի միջոցով իհարկե, ոչ թե պետական բյուջեի հաշվին, այլ հիմնադրամը բացվելու։ Այդ մասին տեղյակ եք, լսել եք այդ մասին, որ հիմնադրամը բացվելու, այդ հիմնադրամի մեջ մասնավոր ներդրողները, դոնորները ներդրում են անելու եւ բարձրապես ծայրահեղ աղքատությունը, որը որ պետականորեն հաշվարկվում է որոշակի շեմ, դա ըստ ուրեմն Սամվել Կարապետյանի 6 ամսում պետքա վերացվի այդ ամեն ինչը, այսինքն այս պարագայում լրացուցիչը գալիս է ձեր ընտանիքի պարագայում, դուք 8 հոգի եք այսինքն դառնում։ Եվս լրացուցիչ, այսինքն դառնում է 240,000։ Ինչ եք կարծում օրինակ այդ պարագայում, եթե այդպես լինի, ինչ առաջ կգցեք, կկարողանաք շոշափելի դա կազմի ձեր բանի վրա, մինչև այն պայմանները, որոնք որ արդեն մարդկանց ընդհանուր առմամբ են էլի դուրս բերում, այսինքն միայն նպաստով հասկանալի է, որ չի լինելու, ճիշտ է։ Միայն նպաստով դու չես կարող այդ խնդիրը լուծել, բայց գոնե այն վիճակը, երբ որ անմխիթար պայմաններ են,
սննդի հարց կա լուծելու եւ այլն, կամ տարրական պրիմիտիվ հիգիենայի պարագաների հագուստի մի որոշ ժամանակ դա կարա բանանի, ինչ ես կարծում։ Հա։ Вообще մենք հարմարվող ենք, ինչ որ մի բան կանենք։ Այսինքն բան կունենանք, ոնց որ ասած, որոշակի բան կլինի, էլի հարցեր հագին հարցեր կլուծվի։ Խնդիրը միայն այն է, որ ուզում եմ տունը վերանորոգվի, իմ երեխաներս խոնավությունից դուրս գան։ Հավատում եմ քեզ իմ հայ ժողովուրդ, քեզ որ լեռներում այս բարձրիկ ու լուրջ, ապրել ես դարեր մաքարել եւ քո կրակը միշտ վար ես սպայել, քեզ որ առաջին խոսքն ես մաքարել, քեզ որ առաջին դարն ես գրել, քեզ որ լեռներում այս բարձրիկ ու լուրջ, հավատում եմ քեզ իմ հայ ժողովուրդ։